Պարոն Սարոխանյան, 110 տարի անց ինչ պահանջով եք ներկայանում Ծիծեռնակաբերդ եւ ինչ խորհուրդ ունի այսօր հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն հարցադրման համար, որովհետեւ դուք ձեր հարցադրման մեջ արդեն իսկ պատասխանը ասեցիք, ինչ պահանջով եք մոտենում։ Նախ եւ առաջ մեր ազգը պետք է պահանջատեր լինի, որովհետեւ տարիներ շարունակ Ծիծեռնակաբերդը դարձրել էին սգովայր, հիշողության վայր, երախտապարտության վայր, ինչ ուզում լինի, բացի պահանջատիրությունից։ Եվ այդ ավանդույթը դեր դրվեց սովետական իրականության ժամանակ, երբ որ տեսան, որ հայ ազգը արդեն զարթոնք է ապրում, եթե պատմությունը մի քիչ հիշենք, ցեղասպանության 50-ամյակի հետ կապված 65 թվականին բավականին ազգային ոգին բարձրացավ եւ իդեպ ասեմ այդ դեպքից հետո էր որ 66 թվականին ստեղծվեց ազգային միացյալ կուսակցությունը, որի պահանջների մեջ նաեւ դրված էր հայոց ցեղասպանության արդարացի լուծման եւ պահանջատիրության խնդիրը։ Եվ այն ժամանակվանից սովետական իշխանությունը տեսնելով որ այս շարժումները, այս ալիքը կարող է բերի իրանց համար վատ եզրահանգման, որովհետև ցեղասպանության մեջ մեղավոր էին նաև ռուսները, ասենց ես այս պահին մեղմ ասեցի, հիմնական ցեղասպանության հիմնական տարրերը լուծում էին Կրեմլում։ Թուրքերը ուղղակի իրականացնողն էին եղել։ Այսինքն այդ ռուս-թուրքական եղբայրության փաստերը մենք այսօր էլ ենք տեսնում Արցախի հանձնմամբ, հա? Կարծես թե միջազգային ասենց ուժեր էին խաղապահ, բայց այդ ցեղասպանությունը 1915 թվականին կատարված շարունակվում է մինչև այսօրս։ Շատ դեպքերում հայոց ցեղասպանությունը կոչում են ոչ թե լոկ 1915 թվականի, այլ 1915-ից 23 թվականի ցեղասպանությունը, հա, անգամ Եվրոխորհրդում որ ընդունել են այդ բանաձևը, հենց այդ թվերով են ընդունել։ Կարելի է դա սակարկել 1915-ից մինչ օրս ցեղասպանությունը շարունակվում է։ Եվ դրա համար, եթե մենք ուղղակի խնդրողի կամ աղերսողի կամ եղբայրություն փնտրողի դերում լինենք, ուրեմն հավատացեք, մեր վերջը շատ շուտ կգա։ Մենք պետք է լինենք պահանջատեր, մենք պահանջատիրության ամբողջովին այդ իրավունքը ունենք, թե իրավական, շատերը վախենում են իրավական կողմից, հա, որ երբ որ այսօր Հայաստանի սահմանները նախանշում են եւ ասում են, որ միջազգայինորեն ճանաչված սահման, այդ ո՞րն է միջազգայինորեն ճանաչվածը։ Այն սահմանները, որ բոլշևիկները, արյունաբու բոլշևիկներն են գծել, Լենինն ու Ստալինը վեկալ իրանց ձեռով ուղղակի մատիտով սենց են ուզել, այդ չի։ Այսօր մենք հայ ժողովուրդը շարունակում է պահանջատեր լինել, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը ժխտողական քաղաքականություն է վարում հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ եւ եղբայրության տարրեր է փնտրում եւ Թուրքիայի եւ Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանի հետ։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում։ Ուրեմն այս ձեր հարցին ես բազմիցս սրա պատասխանները տվել եմ։ Այսօրվա Հայաստանի իշխանությունները Լոք Հայաստանի իշխանություն չեն։ Իշխանությունը այն մարմինն է, ով ասենք արտահայտում է իր ժողովրդի ցանկությունը, կամքը եւ մտածելակերպը։ Սրանք կալաբարանտներ են, նշանակովի անձեր, ովքեր Կրեմլից նշանակվել են եւ 1991 թվականից այսպես կոչված Հայաստանի անկախության դե յուրե անկախության, բայց դե ֆակտո ոչ, դե յուրե անկախությունից ի վեր Հայաստանի տարածքում գործել են գուբերնատորներ, պրեֆեկտներ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան։ Դրանք բոլորն էլ իրականացրել են օտարի կամքը։ Եթե հարց չէ, ցեղասպանությունը կատարել են թուրքերը, ապա ինչու են Կրեմլի գործիչները իրանց նշանակված մարդկանց հրամայում այնուամենայնիվ գնալ թուրքերի հետ համերաշխության, որովհետև գիտեն այս գործը բացվելու դեպքում եւ միջազգային դատարանում քննարկվելու դեպքում, ուրեմն պարզվելու է, որ այդ ծրագիրը իրականացվել է Կրեմլի կողմից թուրքերի ձեռքով։ Սա է ամբողջ պատճառը։ Եվ մենք այսօր իշխանություն չունենք։ Տեսեք, դուք ասում եք ժողովուրդը ասում է մի բան, իշխանությունը անում է մի բան։ Կներեք հազար ներողություն, ուրեմն ժողովուրդը
իսկ արդեն լավ չի ուզում։ Լավ ուզեր ցախավելով կավլեր կթափեր սաղի։ Կավլեր կթափեր Լևոնից, Ռոբերտից, Սերժից սկսած մինչև սրան։ 4-ին էլ կավլեր կթափեր։ Ուրեմն ժողովուրդը լավ չի ուզում։ Սա է ամբողջը։ Մեր գործն էլ նրա մեջ է, որ արթնացնել մեր ժողովրդին։ Մեր ժողովրդի ամեն քայլափոխին ասել ինչա պետք անել, ինչ որ օրվա մի օրը զարթնեն։ Հավատացեք, մեր ազգը հենց որ զարթնավ, հստակ տեսավ իր ճիշտ ճանապարհը, մենք էլ պետք չենք։ Այսինքն մեր ժողովրդի մեջից կծնեն լավ իրավաբաններ, լավ փաստաբաններ, լավ պատմաբաններ, ամեն տեսակի լավ մասնագետներ ունենք։ Մեր գործը այսօր մեր ժողովրդին զարթնացնելն է։